Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 18-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Նեցեք, մոռացել եմ սա։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Գնանք նոր քարտերով։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 18-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք սիրո խոստովանություն, ձեզ սիրված կզգաք, ոչ ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, որ ձեզ շատ լավ կզգաք։ Նաև այդ օրը գումար կստանաք, գումար կծախսեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ինչ-որ հարցում ելք եք փնտրելու, ինչ-որ բան է, որ ելք եք փնտրում, լուծում եք փնտրում այդ օրը։ Նաև օձեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ, բամբասկոտներ և ինչ-որ մի բան է փակ։ Այդ օրը երեկոյան չեք կարողանում անել դա։ Ժամանակի միգուցե գորգռացել եք, այդ հարցին լուծում չեք տվել, հիմա ոնց որ վերադառնում է դա և պահանջում է, այդ համար հիմա չի ստացվում դա անել, կարող դուք էլ ձեր ներսում մտածեք, այ որ այնտեղ չգորգռայի, որ նորմալ խոսեի հետները, միգուցե հիմա արդեն անեին, այդպես նաև դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 18-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը վիճում եք, ինչ-որ մարդկանց հետ եք վիճելու առավոտյան,
Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե երիտասարդ տղայի հետ, միգուցե տղայի հետ եք վիճում, գուցե ձեր տղան է, միգուցե ինչ-որ մասնագետ է, ինչ-որ մեկն է։ Իսկ օրվա մեջ արդեն ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, տրամադրությունը ձեր փոխվում է։ Միգուցե ասում եք, հանգստանում, թեթևանում եք, եւ արդեն ամեն ինչ կարգավորվում է։ Եվ այստեղ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, այդտեղ այս կինը ձեզ շատ է սիրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 18-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը վիճում եք, ինչ-որ մարդկանց հետ կապ եք վիճել առավոտյան, նաև հանկարծակի լուր կլսեք, ոչ մի բան է զարգանում, առաջ գնում, բայց նաև պետք է այստեղ ուշադրություն դարձնեք, զգուշացում ունեք, կարող է ձեզ օրինակ խոստանում են, որ ինչ-որ մի բան առաջ տանելու, զարգանալու համար ինչ-որ բաներ ստորագրեք, կարող են ձեզ մոլորեցնել, դուք էլ ոնց որ հավատաք կամ պատկերացնեք, որ սա ավելի առաջ կգնա։ Եթե ինքն իրանով առաջ է գնում, եթե զգում եք, որ ինչ-որ բաներ, որոնք կանգնած էին զարգանում են, առաջ խաղացում կա, դա մեկ այլ հարց է, իսկ եթե այդ օրը ձեզ առաջարկում են, դա արդեն պետք է ուշադիր լինեք։ Նաև ոչ է գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը, կամ կտրուկ նաև քայլ կանեք, կտրուկ որոշում կկայացնեք օրվա ընթացքում, եւ նաև ինչ-որ մի բան կարող է փոչիկի նման այդպես պարզ դառնալ, բացահայտվել, պայթել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 18-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը գումարի մասին կարող եք խոսել, գումարի մասին մտածել, թե ինչպես գումար վաստակել, նաև ոմանք գումար կստանան, գումար կծախսեք, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, սեղանի շուրջ եք նստելու և հաջողություն ունեք։ Դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են, ինչ-որ բաներ, որ չեք կարողանում այդ օրը անեք, ապա այն կստացվի ձեզ մոտ, կկարողանաք արդեն անել։ Ինչ-որ նոր հնարավորություն է, որը գալիս է ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Հնանան, ես էլ կհնանամ։ Կարողանամ նորմալ ավայթել։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 18-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կարևոր հեռախոսազանգ կստանաք եւ երեկոյան բավական էմոցիոնալ կլինեք, կարող է այդպես էմոցիոնալ գնում եք աշխատանքի, միգուցե աշխատանքային ժամը փոխել եք, իրիկունն եք աշխատելու, այդպես գնում եք աշխատանքի, ոմանք կարող է երեկոյան աշխատանքի վայրից նորություն լսեն, տեղեկատվություն լսեն, գուցե որ պետք է գնաք, ինչ որ աշխատանքի կամ ինչ որ բաներ է փոխվում աշխատանքի մեջ։ Երեկոյան ուղղակի այդպես էմոցիոնալ զրույց կունենաք աշխատանքի վերաբերյալ, որ չեմ կարողանում աշխատանք գտնել կամ եւ այլն, ինչ որ մի բան է, կամ աշխատակիցներից կարող եք պատմել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ եւս ճանապարհել ունեք, կամ ձեզ մոտ են գալու, կամ դուք եք գնալու։ Այն հիմա այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 18-ին։
Հարգելի օցեր, այդ օրը երգ եք փնտրելու որևիցե հարցին լուծում տալու համար, նաև անկողնուց կարող եք վեր գնալ ճանապարհ գնալու համար կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ եւ ոնց որ ձեզ քնից հանեն, անկողնուց հանեն։ Նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ է սա։ Օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում եւ հեռախոսազանգ ունեք կամ ձեզ գրավիրեն հարսանիքի կամ նշանադրության կամ նաև դա լուր է, որին երկար եք սպասել, այն ինչ-որ մեկ ամուսնանում է կամ հրավիրում են հարսանիքի, միգուցե այդպես է, հեռախոսով են հրավիրում, երկար եք սպասել այդ հրավերքին, երկար եք միգուցե սպասել, որ հարսանիքի ձեզ կանչեն, հա, գնաք ի վերջո քեֆ անեք, ուրախանաք։ Նաև ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել կամ դուք անեք ամուսնության առաջարկ եւ այդ առիթով զանգեք եւ ինչ-որ մեկի հետ խոսեք, որ տվյալ անձնավորությունը ինձ ամուսնության առաջարկ եղեք կամ ես եմ արել, կամ ես եմ անում, եկեք, հավաքվենք, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Եվ այստեղ գիտեք գործարք կարող է լինել։ Այստեղ եթե աշխատում եք կամ աշխատանք եք փնտրում, կարող են կանչել ձեզ գործարք առաջարկել կամ կնքել պայմանագիր, երկար եք սպասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 18-ին։ Հարգելի ձեր, այդ օրը տատանվում եք, ծանրու թեթև եք անում, ինչ-որ հարցեր, դա կարող է լինել, ինչ-որ բաների հետ է կապված, ընտրության առջև նաև կանգնած կլինեք այդ օրը, և հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, այդ կնոջը շատ եք սիրում, ինքն էլ ձեզ է շատ սիրում, նաև այստեղ կամ պետական հիմնարկությունում է գորգռոցը, կամ դա կարող է լինել նաև ժառանգության հետ կապված խոսակցություններ։ Ընտանիքի անդամների հետ այստեղ վիճում եք, գորգռում եք, գորգռոց հետո վեճ է դառնում։ Այստեղ ինչ-որ մի բան այնպես չէ, կամ ուզում եք կիսել ինչ-որ բաներ իրար հետ, կամ արդեն իսկ ժառանգության հետ է կապված, կամ միգուցե վարկ եք ուզում վերցնեք դրա հետ է կապված, կամ պետական հիմնարկությունում ինչ-որ մի բան ոնց որ ավելի թեթև եք արել կամ չեն խոսացել, հա, ձեր զույգը օրինակ գնացել եք, մենակ դուք եք խոսացել, ինչ-որ բաներ պիտի ասեր, չեր ասել, չեր ապացուցել, դա նաև կլինի խորհուրդ, ինչ-որ սկզբում գորգռում եք, հետո իրար կարող եք վիրավորել, իրար նաև կարող եք չհասկանալ այդ բավ ու պետք է ուշադիր լինեք, եթե չեք ուզում նման վեճ խոսակցություններ և այլն։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 18-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել։ Պետք է ձեզ համար փոխեմ քարտերը, որովհետև չեն ուզում պատասխանել, դա չեն ուզում, իրանք գիտեն։ Մենք էլ ուրիշ քարտերով կստանանք մեր հարցերի պատասխանները։ Ահա։ Կստանանք այսպես քարտերով։ Հիստերիկ են էլի մենք այս քարտերը բավականին վտանգավոր է։ Չի կարելի։ Եթե չի ուզում, ուրեմն չի ուզում։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 18-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն։ Նաեւ ավարտվում է կամ նոր է սկսվում, այդպես ամեն ամսվա ցիկլ։ Այդ օրը նվեր կստանաք, կամ նվեր կպատրաստեք, կամ նվեր կգնեք ինչ-որ մեկի համար։ Եվ այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ ազնվորության հետ։ Դա նաև հավատարմությունն է խոսում, հա, դիմացինի հավատարմությունը ձեր նկատմամբ։ Նաև ժամ եք պայմանավորվելու, շատ եղեք, որպեսզի չուշանաք, կամ հենց այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել։ Հեռախոսազանգ ունեք, հանկարծակի լուր կլսեք, եւ փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, նամակագրական կապ հաստատել ոչ մարդկանց հետ, կամ փաթեթ ստանալ, եթե ինչ-որ բան եք պատվիրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այս կարտեր դնենք մի կողմ, անցնենք մյուսին։ Գնենք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 18-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը տատանվում եք, ծանր ու թեթև եք անելու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաների մասին եք մտածելու, նաև ընտրության առջև կանգնած կլինեք։ Այդ օրը նաև օձեր կան, բամբասանքներ, նախանձ մարդիկ, չար մարդիկ և գումարի հետ կապված այստեղ խոչընդոտներ կան, միգուցե գումարը հանելու, գումարը վճարելու հետ կապված ինչ-որ բաներ են, որ խոչընդոտներ կան։ Նաև այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, միգուցե փաթեթ է, ինչ-որ լավ լուր է, բարի լուր նաև կստանաք այդ օրը և քիչ գորգրացեք, որովհետև կարող եք նաև ձեզ վատը զգալ։ Այդ գորգրոցից կարող է նաև լինել, որ դուք ձեզ վատը զգաք։ Կամ նաև սա ավելի շատ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնելն է, այսինքն խառնում եմ այս քարտերը, այսինքն դա նշանակում է, որ կամ հիվանդանոց այց ինչ-որ մեկին տեսնելու համար, կամ բժշկական որևիցե ինչ-որ հարցերին լուծում տալու համար, կամ կոսմետոլոգի մոտ այցելելու, ոնց որ հնարավորությունը բաց եք թողնում, այսինքն ինքը ուներ ժամանակ, հնարավորություն, բայց դուք չունեիք, այդ ժամանակը դուք ձեզ հարմար չէր։ Այդպես բաց եք թողնում այդ հնարավորությունը։ Նաև հույսով լցված եք, հույսով եք, որ ինչ-որ մի բան լավ կլինի, հույսով եք, որ կկարողանաք ինչ-որ մի բան անել, այստեղ հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, հույսով լցված եք մի խոսքով, ամեն մեկը ինչ-որ բան է մտածում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 18-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը կամ գումար կծախսեք, կամ գումարի մասին կխոսեք,
գումար կվճարեք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի համար, նաև տխրում եք, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, այդտեղ հեռախոսազանգ է, երկար սպասված ոյցե լուր է, ոյցե ինչ-որ հարցեր են, հա, որոնք որ երկար եք սպասել և հիմա եք ստանում դա։ Նաև այստեղ մտքերի մեջ կլինակ, մտածում եք գուցե գումարի մասին, մտածում եք գումար աշխատելու մասին, մտածում եք գումար ծախսելու մասին, ինչ-որ բաներ են այստեղ, որ մտքերի մեջ եք։ Նաև նա կարող է լինել ինչ-որ մեկի մասին եք մտածում, սիրահարվել եք, ինչ-որ մեկի մասին եք մտածում, կարոտել եք։ Եվ ավելի շուտ կպարկեք քնելու կամ մի փոքր երկար կմնաք, ավելի ուշ կպարկեք քնելու, այդտեղ երկուսն է, կա նաև ինտիմ հարաբերություններ դա ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մայիսի 18-ին։ Հարգելի շներ, այդ օրը ինչ-որ բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, բայց օրվա ընթացքում այսպես անսպասելի այն կարող է լինել ձեզ մոտ, այն ինչը որ փակ է, հա, առավոտյան չի ստացվում։ Կարող հուզվել, նաև կարող եք արտասվել դրա պատճառով։ Օրվա ընթացքում կիմանաք, որ ինչ-որ բան ուշանալու է մոտավորապես 2 ամիս այն կուշանա։ Նաև նամակագրական կապի մեջ կլինեք, նորություն կլսեք ոյցե մարդու մասին, նաև ինչ-որ բանի մասին, փաստաթղթերի հետ կապված գործեր կանեք, SMS կգրեք, նամակագրական այդպես կապ է, մեյլ կարող եք ստանալ նաև որևիցե հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում այդ օրը։ Կամ հետադարձ պատասխանը ուշ կարող է լինել, դա եք կորցնում, հա, կամ մեկ այլ բան է այստեղ։ Կարիերայում փոփոխություն, բարձրունք է այստեղ սպասվում ձեզ, կամ առաջ խաղացում է, միգուցե պաշտոն են ձեզ տալիս, կամ հա ձեր աշխատանքի վայրում ինչ-որ մի բան փոխվում է և դուք եք գլխավորում այդ պահը, ինչ-որ մենեջերի դեր եք տանում այդ օրը կամ նման ոչ մի բան, կամ հենց իրոք բարձրացնում են ձեզ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք այդ օրը, դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն։ Միգուցե ինչ-որ այդտեղ որտեղ որ բարձրունք է, հա, ինչ-որ պաշտոն է եւ այլն, ինչ-որ բաներ պետք է ստորագրեք եւ դա պետական հիմնարկությունում պետք է անեք։ Միգուցե չեք աշխատում ինչ-որ մեկի մոտ, այլ սա ձեր սեփական բիզնեսն է եւ դուք պետք է գնաք պետական հիմնարկություն ինչ-որ բաներ անեք այնտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնենք վարազներին, խոզերի։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 18-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև կարող եք հանդիպել կամ խոսել որևիցե տղամարդու հետ, դա կարող լինել նաև պետական աշխատող, կարող լինել ձեր հայրը, ձեր ամուսինը, ինչ որ մի տղամարդ է մեծ։ Նաև օրվա ընթացքում ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, նաև հարսանիքի կարող են ձեզ հրավիրել, կամ նշանադրության, կամ իմանաք, որ ինչ-որ մեկը ամուսնանում է, նաև սա պայմանագիր է, որ կարող են ձեզ հետ կնքել այդ օրերին, և ինչ-որ մի բան է այդպես փուչիկի նման կպայթի, դա կարող է լինել ինչ-որ մեկի ամուսնության մասին, իրոք ոնց որ զարմանաք, որ տվյալ անձնավորություն օրինակ ամուսնացել է, կամ այդպես որ ամուսնանում է, և այստեղ հնարավոր է պայմանագիր եք կնքում, եւս ուշադիր եղեք, թե ինչ եք ստորագրում, ինչի տակ եք ստորագրում, բոլոր ամեն ինչի մի հատ լավ ուսումնասիրեք, նոր հետո ստորագրեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Հաջողություն ունեք նաև յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք այդ օրը, եւ տատանվում եք, ծանր ու թեթև եք անում, ինչ որ բաների մասին կմտածեք, ինչ որ մեկի մասին կմտածեք, կամ ընտրության առջև եք կանգնած, այդպես տատանվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։